Մատաղը զոհաբերություն չէ, Քրիստոս արդեն իսկ զոհաբերվել է մեզ համար և այլևս որևէ զոհի կարիք չկա։ Մատաղ նշանակում է մատուցիր աղքատներին։ Սա ավանդական կերակուր է, որը մենք պատրաստում ենք աղքատներին, այն մարդկանց, ովքեր ունեն օրվա հացի խնդիր, կերակրելու համար։ Պահքի ընթացքում մսով այս կերակուրի փոխարեն մենք կարող ենք պարզապես բարեգործություն անել և ընդհանրապես աղքատներին որևէ օգնություն կարող է համարվել մատաղ։ Սովորաբար սա անում ենք, երբ մեր կյանքում որևէ լավ իրադարձություն է տեղի ունենում, և աղքատներին օգնելով և բարիք գործելով մենք շնորհակալ ենք լինում Աստծուց։ Իսկ ավետարանից սովորել ենք, որ սա շնորհակալություն հայտնելու ամենալավ միջոցն է։ Ուրեմն մատաղը չպետք է դարձնենք հերթական խնջույքի առիթը, ոչ թե 7 ընտանիքների, հարևան ծանոթ բարեկամների պետք է բաժանենք, այլ ընդհանրապես ամբողջ մատաղը, ամբողջ կերակուրը, ամբողջ բարեգործությունը պետք է բաժանենք աղքատներին։ Եվ իհարկե խստիվ արգելվում է մատաղացու կենդանու արյունը քսել մեր ճակատներինս։ Հեթանոսական բոլոր սովորույթներն արգելված են, որովհետև մենք միմիայն Քրիստոսի արյամբ ենք փրկվում։ Իսկ այ բոլոր նրանք, ովքեր փորձում են մանիպուլացնել և բարեպաշտական այս սովորությունը ներկայացնել որպես կռապաշտություն, փաստորեն պարզապես ստախոսներ են։